37 տարի ապրիլի 9-ի ողբերգությունից և 35 տարի Վրաստանի անկախության վերականգնումից։ Ամսաթիվ, որը Վրաստանի նորագույն պատմության մեջ գրանցվեց ինչպես ողբերգության, այնպես էլ որպես հաղթանակի օր։ 1989 թվականին դեռևս խորհրդային Վրաստանի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում պահանջելով անկախություն։ Խաղաղ ցույցը ցրեցին Խորհրդային Միության պատժիչ ուժերը։ Անզեն քաղաքացիների վրա առավոտյան ժամը 4-ին խորհրդային բանակի ծանր տեխնիկան, ապա Ռուսաստանի ներքին զորքերի հատուկ ջոկատները հարձակվեցին։ Խորհրդային զինվորները խաղաղ ցուցարարների ճանապարհները փակեցին տանկերով, ապա ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառեցին բահերով և խեղդող գազով։ Խաղաղ ցույցի ճնշման գործողությունը ղեկավարում էր ռուս գեներալ Իգոր Ռոդիոնովը։ Ապրիլի 9-ի ցույցը ցրելու հետևանքով զոհվեց 21 մարդ, որոնցից 17-ը կին և 4-ը տղամարդ էին։ Զոհվածների թվում կային նաև անչափահասներ։ Դաժան հաշվեհարդարի հետևանքով ավելի քան 4000 ցուցարարի տարբեր վնասվածքներով տեղավորել են հիվանդանոց։ Անհայտ քիմիական նյութով թունավորվել է մոտ 2000 մարդ։ 1989 թվականի ապրիլի 9-ից ուղիղ 2 տարի անց 1991 թվականին Վրաստանի Գերագույն խորհուրդը Զվիաթ Քամսախուրդիայի ղեկավարությամբ ընդունեց Վրաստանի անկախության ակտը։ Ապրիլի 9-ը Վրաստանի պատմության մեջ ինչպես ողբերգության, այնպես էլ երկրի անկախության վերականգնման օր է։ Ապրիլի 9-ի ողբերգության ժամանակ զոհվածների հոգիների հիշատակին հոգեհանգստյան արարողություն է կատարել Տեր Շիոն։ Նա պատրիարքարանի հոգևորականների հետ միասին գնացել է խորհրդարանի մոտ։ Ծառայությունից հետո նա հիշել է ապրիլի 9-ի գիշերը և զրուցել երկրի անկախության, ապագայի և ազատության մասին։ Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ, այն վայրում, որտեղ 37 տարի առաջ զարգացան պատմական իրադարձություններ, գտնվել են նաև իշխանության ներկայացուցիչները։ Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը և նախարարների աշխատասենյակի անդամները ևս մեկ անգամ հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին և ծաղիկներով զարդարել հուշահամալիրը։ Ռուսթավելի պողոտայում ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ առավոտից աղմուկ և բախումներ էին։ Հասարակության որոշ խմբեր խոչընդոտում էին քաղաքացիներին մոտենալ հուշահամալիրին։ Ինչպես բանավոր, այնպես էլ ֆիզիկական բախումներ են եղել։ Կռվից հետո ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը նախատեսում է խմբակային բռնություն։ Բախման լիցքաթափման պահին ներքին գործերի նախարարության աշխատակիցները տարածքից տեղափոխել են ցուցարարներից մեկին՝ Շակո Բաղդոշվիլուն։ Միաժամանակ ևս մեկ քաղաքացի է վարչական կարգով ձերբակալվել։ Նա ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ կառավարության և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների բերած ծաղկեպսակները վայր է գցել և հայհոյել։ Իսրայելի հարձակումների շարունակությունը Լիբանանում Հեզբոլլահի դեմ ուժեղ պատասխանի կհանգեցնի, հայտարարում է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Նրա խոսքով, երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը տարածվել է նաև Լիբանանի վրա, ինչը հերքում են ինչպես Իսրայելը, այնպես էլ ԱՄՆ-ն։ Զուգահեռաբար Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն ասում է, որ Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ կդադարեցվի ԱՄՆ-ի ագրեսիան։ Իրանցի դիվանագետի խոսքով Թեհրանը կապահովի տեղաշարժի անվտանգությունը Հորմուզի նեղուցում, որը նրա խոսքով հազարամյակներ շարունակ բաց է եղել։ Միաժամանակ Իրանի արտգործնախարարի տեղակալի հայտարարությամբ Իրանը կպահպանի միջազգային նորմերն ու իրավունքը, սակայն նրա խոսքով նեղուցը չի գտնվում միջազգային ջրերում և անվտանգ տեղաշարժը կախված է Իրանի և Օմանի բարի կամքից։ Իսրայելի հարվածների հետևանքով հարավային Լիբանանում զոհվել է 7 մարդ, կան նաև վիրավորներ, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Լիբանանի պետական լրատվամիջոցներին։ Ըստ սույն հոդվածի, Իսրայելը ապրիլի 8-ին ուժեղացրել է հարվածները և հայտարարել, որ երկշաբաթյա հրադադարի շրջանակներում Հեզբոլլահի դեմ պայքարը չի ներառվում։ Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարությամբ ապրիլի 8-ի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, իսկ մոտ 1200-ը վիրավորվել, ինչը Իսրայելի և Հեզբոլլահի միջև ընթացող պատերազմի ժամանակ մեկ օրում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից հետո Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների շարունակությունը հանգեցրել է նավթի գների աճին։ Լրատվամիջոցների տեղեկությամբ Brent տեսակի նավթի գինը աճել է 2,2%-ով և կազմում է $96,70։ BBC-ի տեղեկությամբ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը շարունակել է հարձակումները Լիբանանի վրա նույնիսկ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի համաձայնությունից հետո։ Ավելի վաղ, ապրիլի 8-ին նավթի գները 15%
տոկոսով նվազել էին Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի առաջարկին համաձայնելուց հետո և 1 բարելի համար կազմել էին $92-ից պակաս։ Երուսաղեմի սուրբ վայրերը կբացվեն ուխտավորների համար, տեղեկությունը տարածում է Իսրայելի ոստիկանությունը Մերձավոր Արևելքում ձեռք բերված ժամանակավոր հրադադարից հետո։ Այս վայրերը, այդ թվում Ալ-Աքսա մզկիթի համալիրը, Լացի պատը և Սուրբ Հարության տաճարը հանդիսանում են իսլամի, հուդայականության և քրիստոնեության սրբազան կենտրոնները։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ 6 շաբաթ առաջ սկսված ռազմական գործողությունների պատճառով կարևոր կրոնական տոների, այդ թվում Զատկի և Պասեքի ժամանակ տաճարներ թույլատրվում էր մուտք գործել միայն սահմանափակ թվով հոգևորականների։ Սուրբ Երրորդության Մայր տաճարում պատարագը մատուցել է պատրիարքական գահի տեղապահ Տեր Շիոն։ Այս պահին ընթերցվում են 12 ավետարանները, որոնք պատմում են Հիսուս Քրիստոսի չարչարանքների և խաչելության մասին։ Ինչպես փոխանցվել է ավագ հինգշաբթին, Փրկիչը հաստատել է հաղորդության խորհուրդը։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով։ Մեղադրյալի ժամանակավոր բնակելի բնակարանի խուզարկության արդյունքում առգրավել են իրացման համար պատրաստված առանձնապես խոշոր չափերով մեթադոն թմրամիջոցը որպես իրեղեն ապացույց։ Հանցագործությունը նախատեսվում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Ձերբակալվել են նաև 3 անձ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և ապօրինի իրացմանը նպաստելու մեղադրանքով։ Նրանցից 2-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 1-ը օտարերկրյա քաղաքացի։ Իրավապահները ոստիկանական գործողությունները իրականացրել են տարբեր ժամանակներում Թբիլիսիում և Բաթումիում։ Ձերբակալվածների անձնական, բնակարանների և ավտոմեքենաների խուզարկության արդյունքում առգրավել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, այդ թվում մեթադոն, ալֆա-PFP և չորացված մարիխուանա։ Հանցագործությունը նախատեսվում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Զբոսաշրջության ազգային ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում է անցկացվել։ Զրույցը վերաբերել է զբոսաշրջության ոլորտում գլոբալ մարտահրավերներին, որոնք կապված են աշխարհում ընթացող իրադարձությունների հետ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են առկա խնդիրների լուծման ուղիները։ Զրույցը վերաբերել է զբոսաշրջային շուկաներում համատեղ ակտիվություններին, որոնք կնպաստեն բացասական ազդեցության նվազեցմանը։